Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը խորհրդարանը 20-րդ նիստն է գումարել։ Իսրայելական ռեժիմի բանակը հարձակվել է Լիբանանը հարավում գտնվող զինված խմբավորումներին Իրան, Սիս լեռան բարձրավանդակը Ղաշեն գույների մեջի։ 1122 արցախցի քեցալա Տավուշա, Շուշվա կանաչ ժամը ադրբեջանցիք պահպանող հուշարձանն համարալ հետո քանդալն։ Բաքվի կառավարությունը հնարում է թեզյա անցյալ ու աշխարհ նախապատրաստման հետագա պահանջներին, պիտի ավելի պնդք կրկինք Մաշտոցին, բացառիկ ուխտագնացությունը կինոյումը։ Հունիսի 17-ին Արևմտյան Հայաստանը Հանրապետության ազգային ժողովին 20-րդ նիստն է ելել, վերը առցանց ձևաչափ ելել։ Նիստին 17 պատգամավոր մասնակցել։ Խորհրդարանական հարցեր են քննարկալ, կազմակերպչական, օրենսդրական, միջազգային համագործակցության մասին խոսալ, մի քանի որոշումներ են կայացրել։ Նորընտիր պատգամավոր Կարապետ Կարապետյանը Յուրան Պերվին ելույթում ներկայացրել կռվի մասնակից վետերաններին վերականգնման ու քյոմեգի ծրագրերը, վերը մեծ հետաքրքրություն առաջացրել պատգամավորների շրջանում։ Առաջարկը տրնական է հետագա քննարկումների մշակման առարկա։ Նիստին վաղտը անդրադարձարվել նաև Սևրի դաշնագրի վավերացման խորհրդանշական օրվան, նվիրված հունիսի 24-ին։ Նիստին գործերը ամփոփել է ազգային ժողովի նախագահ Տիկին Նելի Հարությունյանը։ Մի քանի օր Սուսմանալյանը ետը Իսրայելը պաշտպանության ուժեր Լիբանանա Իրան թխալն, են ուժերին Իրան վերևեր սպառնալիքն տարածքում գործող իսրայելական ուժերին հետի։ Որոշ ժամանակ առաջ իսրայելական պաշտպանության բանակը Ալի Ալ-Թահեր լեռնաշխթայի մոտակայքում գտնող անվտանգության գոտումը զինված մի խումբ է հայտնաբերել։ Նույնականացմանը ետը մեր զինվորները հարվածներին հասցրալ անվտանգության գոտու հյուսիսում գտնվող զինված խմբի սպառնալիքը վերացնելի հետի, ասում է մամուլի հաղորդագրության մեջ։ Երկուշաբթի օրը Իսրայելը վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր Իսրայելի պաշտպանության բանակը լիակատար վերահսկողություն ունի հարավային Լիբանանի նկատմամբ սպառնալիքների կանխելի հետի ու մնական անվտանգության գոտում այնքան վաղ, ինչքան անհրաժեշտ է։ Սիս լեռան բարձրավանդակը Ղաշենք ծաղկաբույլերի շնորհիվ վերածվել է բնության Ղաշենք անկյունի։ Ծովի մակերևույթը 2182 մետր պիցրիությունի Իրան գտնվող տարածքը զարդարվել է մանուշակագույն մինգելդեղին ծաղիկները վեր միախառնվան կանաչի տարբեր երանգներին։ Էրքեքսու Օբայի շրջանում պեցվող տեսարանները գրավում են բնության սիրահարներին զբոսաշրջիկներին։ Ժամանակ առ ժամանակ մառախուղով պատվող բարձրավանդակը հայտնի է Յուրան խաղաղ մթնոլորտ ավնա յուրահատուկ բնապատկերներով։ Սիս լեռան բարձրավանդակը տարվա սաղ եղանակներին Յուրան հմայքոն է, բայց կյարունքն է ամռնը առանձնանում է Յուրան Ղաշենգու տպավորիչ տեսքավը։ Լրագրող Ոսկան Սարգսյան հրապարակած տվյալներին համաձայն 2023 թվականին աշունքը Արցախաբռնի տեղահանված 780 ընտանիք, 2970 անձ բնակություն հաստատած Տավուշա մարզում, բայց 2026 թվականի հունիսի դրությամբ մարզում մնացել է ընդամենը 525 ընտանիք, 1848 հոգի։ Տրանը վերջին 2 տարին ու 8 ամիսների վաղտը Տավուշա 255 ընտանիք հագեցալ կամ 1122 արցախցի։ Իրանց մեծ մասը տեղափոխվել է Հայաստան օրիշ տեղեր, մնացածը արտերկիր են քեցալ։ Տավուշա մարզպետարանի տվյալներով 2025 թվականի մարտի դրությամբ Արցախաբռնահանված 6000 ընտանիք օգնությունը օգտվել չի, վեճել բնակարանային ապահովման ծրագրերը։ Ոսկան Սարգսյանը նշում է, վեր մարզպետարանը պատասխանալ չի նաև այն հարցին, թե ծրագրի շրջանակում քանի ընտանիք բնակարան ձեռք բերել Տավուշում։ Բաքվին հանցավ, որ ռեժիմը Արցախատարածքում շարունակում է ոչնչացնել ու բռնայուրացնել հայկական պատմամշակութային ժառանգությունը։ Քանդում ու վանդալիզմի է ենթարկում Հունցուքյոյնա դարերում դիել անկախության շրջանում սարքված եկեղեցիներն հուշարձաններն, գերեզմանատներն, խաչքարերը։ Էստերնա ապրիլի 30-ին Եվրոպայի խորհրդարանը ընդունացել էր աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայությանը բանաձև վերում ի թիվս այլ հարցերի կարևորումը Արցախահայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցը։ Շուշվա կանաչ ժամը Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին սարքված ալել 1847 թվին։ Բաքվեցիք պահպանվող հուշարձան համարալ հետո քանդալ։ Մասնագետներն մաս փաստեր ներկայացրել։ Ամասին վեր հարամ 2022 թվին Բաքվի մշակույթի նախարարության անկյունան հաստատված հուշարձանի ցակումը 5047 համարին տակին հաշվառված ալա Շուշվա կանաչ ժամը։ Իհարկե խաղաթյուրված ձևով իբր որպես կուսանացված նշվում է վեր սարքվա 18-ից 19-րդ դարերում ու կից պաշտոնական կայքում հրապարակված ալել 1920 թվականին նրված նկարները։ Դեռ Շուշին գրավել են ետը ադրբեջանցիք պայթեցրած էլ երկեղեցունա զանգակատան գմբեթները։ Ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան կառավարումը Հայաստան կառավարությունը հրաժարում է անցյալից հայ ժողովրդին համոզելա վերմունքն խնդիրը, որ մեծերա հարձակվան։ Ադրբեջանի կառավարությունը հնարում է թեզը անցյալ ու սաղ աշխարհին նախապատրաստման հետագա պահանջներին։
Լրագրող Արփիս Սուքիասյանը մի քանի ուխտավորների հետ խորհրդանշական ուխտագնացություն արավ Նեսրոպ Մաշտոցին հանգչավայր օշականաբիդա յուրան ծնդավեր հացեկացը այս ճանապարհորդությունը տրալա ուխտն իմաշտոցի փաստավա վերագրական կինոյին հիմքը վերի ռեժիսորն է Արտակ Ավդալյանը կինո ներկայացնում Մաշտոցի կյանքի ու հայոց գրերի ստեղծման հետ կապված պատմական վայրերը հացեկացը Եդեսյան Սամոսատնա բալոն ուխտավորները հացեկացը օշականը բերալ ցորեն վղ ջուր նորպես ազգային հոգևոր կապի խորհրդանիշ Արփիս Սուքիասյանը սլավ ուխտագնացությունը լծված արել դիժիրոթուները բայց իրանց առաջնորդալա Մաշտոցին ժառանգությունը պահպանելու փոխանցելի գաղափարը նախագծի շրջանակում նախատեսվում է ամեն թարգմանչած տոնի թխելու բիժենել 36 հատ լավաշ հայոց հայ բնի 36 տարերին խորթավը կինոյին ցուցադրությունին յետը հանդիսատեսը հոտնկայս արտասանալա հայոց այբուբենը Սիրելի հայրենակիցներ սրվեք այսքան պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք